Ցավոք սրտի գնում ենք պետական, այսպես տերորի ահաբեկչության ճանապարհով, ազատ խոսք ունենալը պատժելի է։ Ալիևի քմահաճույքին է թողնված Նիկոլի վերարտադրությունը, Նիկոլ Փաշինյանը 50 գումարած չի հավաքելու, 7%, 20% մասնակցությամբ կարողացավ վերարտադրվել Հանրապետություն կուսակցության միջոցով, օրինակ։ Մենք անպայման հաջողվելու ենք եւ Նիկոլ Փաշինյանը չի վերարտադրվելու 26 թվականին։ Կանանց մասնակցությունը պիտի փոխի այդ իրականությունը։ Ամռան լրատվականի տաղավարում մենք հյուրընկալել ենք Ապրելու երկիր կուսակցության նախագահ Մանեթ Հանդիլյանին, կզրուցենք քաղաքական պրոցեսների մասին, թե առհասարակ ինչպես են պատրաստվում, ում հետ ինչ ձևաչափով կմասնակցեն 2026 թվականի ընտրություններին։ Տիկին Հանդիլյան, շատ շնորհակալ եմ եւս մեկ անգամ, որ չեք մերժել մեր հրավերը եւ մեր տաղավարում եք։ Քաղաքական պրոցեսներին ոնց եք պատրաստվում, ում հետ ինչ ձևաչափով կմասնակցեք 2026 թվականի ընտրություններին։ 2026 թվականի ընտրությունները մեզ համար այն ընտրություններն են, որին մենք 21 թվականից, որի ուղղությամբ 21 թվականից աշխատում ենք հիմնադրման պահից։ Ինչու եմ այսպես ասում, որ պարտիի մարդկանց մենք երեք չենք հավաքվել ստեղծվել, որ վաղը ահա համապետական ընտրությունների մասնակցենք։ Մենք տարել ենք բազմածավալ աշխատանք ժողովրդի հետ, մենք մասնակցել ենք թիմ ընտրությունների հիմնական խոշոր համայնքներում 20-ից 20-ից ավելի, որտեղ 18 ներկայացվածություն ունենք ավականիներով, այսինքն մենք ժողովրդի հետ աշխատանք բովանդակային վաղուց տանում ենք, փորձելով այնպես իրավիճակ ստեղծել երկրում, որ ընտրություններով իշխանափոխություն տեղի ունենա Հայաստանի Հանրապետությունում։ Շատ կարևոր եմ համարում, դրա համար եմ շեշտում, որպեսզի մենք իրականում արձանագրենք օրինական ճանապարհով եւ ժողովրդավարական ճանապարհով իշխանության փոփոխություն։ Հետևաբար անմասն չենք կարող եւ չենք մնալու 26 թվականի ընտրություններից։ Մենք միշտ քննարկում ենք արդյունավետությունը մասնակցության ձևաչափի։ Սա է մեզ համար, որ լինում է քննարկման առարկա, ու այսօր էլ դրանով ենք զբաղված։ Տարբեր խորհրդակցություններ ենք ունենում, հանդիպումներ ենք ունենում, ժողովրդին ենք լսում նաեւ մարդկանց հետ շփումներում, ինչ են ուզում տեսնել, ինչպես են ուզում տեսնել այդ մասնակցությունը, եւ դրանից անելու ենք հետևություն ու ձևաչափն ընտրենք, բայց այն որ ապրելու երկիրը մասնակցելու է 26 թվականի ընտրություններին, դա փաստ է։ Ում հետ կա բանակցություն ունեք Հայկ Մարությանի, Հայ ազգային կոնգրեսի, Վիկտոր Մնացականյանի, կան բանակցություններ կոնկրետ այս ուժերի հետ։ Ձեր նշած ուժերի հետ բոլորի հետ ունենք շատ լավ հարաբերություններ, տարբեր փուլերում տարբեր առնչություններ են ունեցել ու շփումներ, այն որ ամեն մեկն իր մասով մտածմունքների մեջ է, թե ինչպես է պատրաստվում ընտրությունների, այդ մասով էլ կան զրույցներ, քննարկումներ։ Վերջնական որոշումներ դեռ չունենք, բայց բոլոր այն ուժերը, ովքեր մերժում են կոռուպցիոն համակարգերը եւ զրո հանդուրժողականություն են կոռուպցիայի հանդեպ, ովքեր պրոֆեսիոնալ են, արհեստավարժ են եւ պատրաստ են արհեստավարժ կառավարման տալ մեր երկիրը, այսպես ասենք, ընտրությունների արդյունքում, եւ ովքեր որ ունեն արժեքներ, որոնք մենք կիսում ենք։ Ահա այդ ուժերն են, ում հետ շփվում ենք։ Դուք շեշտեցիք մի քանիսը էլի կան ուժեր, ում հետ շփումներ ունենք, եւ այս առումով մենք կարծում ենք, որ մեր ժողովուրդը վաղուց արդեն արժանի է ունենալ արհեստավարժների կառավարություն, ազգանվիրների, ազգին նվիրված անձանց Հայաստանի Հանրապետության շահը ամենից վեր դասողների կառավարություն, այն ոչ թե սեփական աթոռը ամեն ինչից վեր, եւ մարդիկ, ովքեր գալու են ընտրությունների միջոցով ժողովրդի վստահության քվեով։ Ահա սա է, որ մենք փորձում ենք պատրաստել։ Իսկ ինձ հետաքրքիր է սոցհարցումներ արել եք, ովքեր որ ուժեն են ավելի անցողիկ այս պայմանությամբ։ Ընդհանրապես մենք բարբերաբար ենք անում, բայց նաև ժողովրդի հետ շփումներն են մեզ համար ամենակարևոր, որովհետև սոցհարցումների ազդեցության այդ պահին պատասխանի անգամ ազդեցությունը շատ փոփոխական է եւ դրանք բարբերաբար փոխվում են տարբեր իրավիճակներում։ Այսինքն կարող է մի դեպք է տեղի ունեցել, դրա հաջորդող պատասխանը մարդու լինի տարբերվող, քան նախորդ օրը կպատասխաներ։ Ու այդպես անընդհատ։ Հետևաբար դրա վրա ոչ միայն չենք հիմնվում, մենք դրա վրա հիմնում ենք միայն այն, ինչը կայուն պատկեր է տալիս մեզ, իսկ թե ով ինչ վարկանիշում ինչպես, դա փոփոխական է եւ դա միշտ եղել է այդպես։ Հետևաբար մեզ համար շատ ավելի կարևոր ժողովրդի շփումից ստանալ տեղեկատվություն, ինչը մենք անում ենք ամենօրյա ռեժիմով մեր ավականների միջոցով բոլոր համայնքներում, բոլոր մարզերում ու Երևանում։ Այդ շփումների արդյունքում Տիկին Հանդիլյան հասկացել եք Նիկոլ Փաշինյանին հաղթելու տարբերակ կա։ Ոչ, չկա։ Նիկոլ Փաշինյանը 50 գումարած չի հավաքելու։ Նիկոլ Փաշինյանը ունի ընտրողներ,
ամենայն հարգանքով իրենց նկատմամբ, դեռ իրենք կան, ու դա չի գերազանցում որոշակի տոկոս, բայց դա չի անցնում 50-ը։ Հիմա ինչ պիտի անենք մենք որպես մարդիկ, ովքեր միտված են նաև իշխանապողություն իրականացնելու երկրորդ ժողովրդավարական ճանապարհներով, գտնել այն միջոցը, որը հնարավորություն չի տալու Փաշինյանին վերարտադրվել այլ նաև ուժերի միջոցով, իր սատելիտների միջոցով, որոնց ինքը նետելու է դաշտ քաղաքական, մարդիկ դա պիտի ճանաչեն, տեսնեն Երևանի նույն օրինակը, բոլորի արժեքի թե ինչպես 30% հավաքածը 27% մասնակցությամբ կարողացավ վերարտադրվել հանրապետություն կուսակցության միջոցով, օրինակ։ Կարողացավ վերարտադրվել այն անձանց միջոցով, ովքեր զուտ գնացին միստիկ որում ապահովելու միջոցով։ Մարդիկ պիտի ճանաչեն, հասկանան, որ եթե իրենք Նիկոլը ընտրում է իրենց հարց չունա իրենց կյանքը, բայց եթե ոչ, նրանք պիտի իմանան, ինչպես իրենց ձայնը քվեն ու վստահեն, որպեսզի տեղի չունենա այն, ինչ տեղի ունեցավ Երևանում։ Հետևաբար այս աշխատանքն էլ կատարելու եւ ես համոզված եմ, որ եթե գրագետ աշխատի ընդդիմությունը եւ տարբեր թևեր կան ընդդիմությունում, մենք անպայման հաջողելու ենք եւ Նիկոլ Փաշինյանը չի վերարտադրվելու 26 թվականին։ Տիկին Թանդիլյան քաղաքականության մեջ կինը կոմֆորտ զգում է մեր օրերում։ Բավականին լիքը դեպքեր ունենք, որ թիրախավորում եք անձից, հետաքրքիր է ձեր գնահատակը։ Դեռ թիրախավորում եք կողմ այն բառապաշարը, հայկոյախառն այն հռետորաբանությունը, որ առաջին մարդու դեմքով չոկերտավոր առաջին եւ փաստացի ստեյության ցավոք սրտի խրախուսվում է, այս միջավայրում նորմալ եւ հարգող կինը շատ դժվար է կարողանում պատկերացնել գոյություն ունենալը, բայց ես հավատում եմ, որ նաև կանանց մասնակցությունը պիտի փոխի այդ իրականությունը, հետևաբար ինչ կոմֆորտի մասին է խոսքը, հարգելի քնար, բայց ոչ մեկ մեզ կոմֆորտ չէր խոստացել, այնպես որ ես շատ լավ գիտեմ ում հետ գործում եմ, ինչի հետ գործում եմ, դա նույնիսկ ում են ասելու այստեղ ցավոք սրտի տեղ չկա, բայց դա չպիտի մեզ հետ պահի մեր երկրին նվիրված աշխատելու եւ մեր երկիրը այս վիճակից հանելու մեր ամակն ունենալու գործում ես դրանում համոզված եմ եւ անկախ նրանից որ ինձ ահավոր սարսափելի տհաճ այն բառապաշար եւ այն մթնոլորտը որը ստեղծում են քաղաքական դաշտում ես փորձում եմ դրա մաս չդառնալ պահել իմ գիծը իմ ուղին ու հավատացնել մեր հարգարժան կանանց որ այլ ձևով քաղաքականություն գոյություն ունի ուղղակի եկեք միասին դա անենք դա մի հոգու երկու հոգու գործ չի Մարդի կարծիքի համար այսօր կալանավայրերում են Սրբազանը, Սամվել Կարապետյանը, հաջորդը ըստ էության դատելով այս զարգացումներից Գյումրիի քաղաքապետն է լինելու։ Ուր ենք գնում Տիկին Թանդիլյան։ Ցավոք սրտի գնում ենք պետական, այսպես terrori ահաբեկչության ճանապարհով, երբ որ պետությունը եւ այսպես հավասարություն են դնելու կառավարությունը, մարդիկ այդպես են անցնում կառավարությունն ու պետությունը այս պարագայում տեքստում են նայում, որովհետեւ գործիքակազմը, որով սա իրականացվում է կառավարության իրավապահ մարմինները եւ այդ ամբողջ համակարգն է արդարադատության բացակայությունը եւ սա ահաբեկչություն է մեր ժողովրդի հանդեպ ազատ խոսքի, ազատ կարծիքի եւ կամ արտահայտման նկատմամբ սա ուղղակի բացահայտ ահաբեկչություն է եւ սրանով ուզում են ցույց տալ, որ ազատ խոսք ունենալը պատժելի է, եթե չի համընկնում իշխանության տեսակետի հետ։ Ես ամենևին հակված չեմ ասելու, որ ահա բոլորը անմեղ են եւ ահա, բայց այն, որ իրավապահ համակարգը եւ քրեական գործերը նախաձեռնվում եւ ընթացք են տրվում ըստ ԿՊ-ի եւ այսօրվա իշխանության կմահաճույքի եւ քաղաքական նպատակահարմարության, ես դա պնդում եմ։ Եվ ավելորդ է ասել, որ fake գործեր կան, դա մի առանձին թեմա է, բայց երբեմն ասում են, այդ ինչ է լրիվ տենց ամենը բացեր նկատմամբ ինչի չեն անում, ուզում ասել, որ այո կարող է կա քրեական որևէ տար, բայց տարբեր բաների, հա, գործերի մասին խոսելիս, բայց երբ որ դա օգտագործվում է քաղաքական նպատակահարմարությունից, այստեղ դադարում է որևէ արդարադատություն կամ որևէ իրավական օբյեկտիվ գործընթաց տեղի ունենալ, հետևաբար այս իշխանությունների օրոք կայացած վճիռները, դատական նիստերը, ակտերը ինձ համար առ-ոչինչ են եւ այո, եղել են հանցագործություններ մեր երկրում, որոնք մինչ այսօր բացահայտված չեն, նախնինում տեղի ունեցած, ինչով են զբաղված իշխանությունները, եթե դրա համար պիտի զբաղված չլինեն եւ իրենց խոստումը չկատարեն, ինչ են անում, իրենց օպոնենտներին, հակառակորդներին, ահա այդ գործերով փորձում են լրացնել։ Մի դեպքում հաջող, մի դեպքում անհաջող, իսկ սրբազանների մասին առհասարակ Սամվել Կարապետյանի հայտարարության, այսինքն
տեքստով գնալ ու մարդուն կալանավորել եւ այսպիսի կրկես սարքել ամբողջ քաղաքական դաշտը, սա հայտարարություն է, այստեղ երկրորդ կարծիք չկա, որ սա զուտ խոսքերի կարծիք արտահայտելու համար բռնած նշումներ են։ Եվ այս ճանապարհը տանում է ուղղակի խորը անդունդ։ Դրա համար եմ ասում, որ այս իշխանությունները ոչ մի բանի առջև չեն կանգնում աթոռը պահելու համար։ Դա ամենավտանգավոր իշխանությունն է աշխարհում, երբ որ քեզ համար գինը այլևս կապ չունի։ Հիմա մեր հարգելի ժողովուրդը, ձեր ժողովրդի միջոցով պիտի հասկանա, ինչ վտանգի է ենթարկում մեր պետությունը, որևէ քվե տալով այս իշխանություններին։ Ուղղակի սա սարսափելի ու պատկերացնել, այնպես որ ես ուզում եմ շատ որ մեր ժողովուրդը լսի սա, իր որոշումը կայացնի դադարեցնելու ԿՊ-ի որևէ տեսակի առնչություն, աջակցություն, համախոհություն եւ ուղղակի ընտրի իր համար տարբեր քաղաքական դիմախոսներից նրան, ում ավելի է աջակցում։ Գերիների վիճակի հետ կապված կուզենայի մի քանի հարց ուղղել Ռուբեն Վարդանյանից որևէ տեղեկություն ունեք այս ժամանակահատվածում, որովհետեւ ինչ վիճակում է գտնվում, որտեղ ըստ էության այն տեսանյութերը, որ տեսնում են բավականին նիհարել է, ըստ էության առողջականի հետ կապված խնդիրներ կա։ Ակնհայտ է դա եւ այն որ Կարմիր խաչը այլևս չի այցելում, դա շատ ցավալի է պատկերացնել, թե ինչ է իրենց հետ կատարվում այնտեղ։ Այն հրապարակային տեղեկատվությունը, որ ունեք ցավոք սրտի դրանից ավելին չեմ տիրապետում, բայց դա էլ բավարար է հասկանալու, թե ինչպես է վտանգված յուրաքանչյուր հայ գերու կյանք ադրբեջանական բանտում։ Եվ այստեղ հարցը նույնիսկ անձերը չեն այլ երևույթը, որովհետև նրանք գտնվում են մի միջավայրում, որտեղ հայատյացությունը քաղաքական, պետական քաղաքականություն է, եւ հետեւաբար այդ միջավայրում գտնվող յուրաքանչյուր հայ մարդ, ով մի քիչ իրեն հայ է զգում ու համարում, իսկ այդպիսիք են 23 հոգին, նրա առողջությունը եւ կյանքը վտանգված է։ Մենք չենք դադարելու պայքարել գերիների վերադարձի համար, դա մեր առաջնահերթ օրակարգն է եւ նաեւ հասկանում ենք, որ այս իշխանությունների օրոք 23 հոգին, հաստատված 23 հոգին չեն վերադառնալու, հետեւաբար մենք ամեն բան անելու ենք, որ հայ ժողովրդի արժանապատվությունը նստեմացնող այս ցուցադրությունն, այս կրկեսը, որ կազմակերպում է ադրբեջանական իշխանությունը, դադարի եւ հայորդիները վերադառնան Հայաստան։ Եվրոխորհուրդն Ադրբեջանի առաջ պահանջ դրել, իսկ այդ գործընթացից որևէ տեղեկություն ունեք։ Ադրբեջանը այսօր կարողանում է չանել ոչ մի պահանջ, որ իր առջև դրում են միջազգային կառույցները, կամատյանները, ինչու, որովհետև Հայաստանի իշխանությունները իրենց օտարել են այդ գործընթացից, որպեսզի նորից եմ կրկնում, պահեն իրենց աթոռը, որովհետև միայն Ալիևի ուղղակի եւ անուղղակի աջակցությամբ է Փաշինյանը կարողանում դեռ պահպանել ինչ-որ ձայներ, ինչ-որ քվե, վաճառելով խաղաղության այդ օրակարգը, որը ամենևին, այսինքն մենք կարող ենք այլ առիթով կխոսենք այդ օրակարգից, բայց այն վտանգները, որ առկա է քողարկել, ծածկել եւ ընդհանրապես Ալիևի կմաջորքին թողնված չկրակելը մեր սահմանին էլ հարցրել, թե ասել որ նրանք վերահսկում են մեր տարածքները, բայց դա մենք միևնույնն է համարում ենք խաղաղություն եւ Ալիևի կմաջորքին է թողնված Նիկոլի վերարտադրությունը, ինչը նա սիրով անելու է, որովհետեւ ամենա ադրբեջանամետ, թուրքամետ իշխանությունն է այսօր երկրում եւ ստորադասվում է Հայաստանի շահերը այս օրակարգին։ Դա չի կարող այդպես լինել, չի կարող Հայաստանի պետության շահերը ստորադասվել որևէ օրակարգի։ Տիկին Թանդիլյան, կա որևէ բան, որ կցանկանայիք մեր եթերում խոսել, որի մասին ըստ էության ես հարց չողեցի, ձեզ կա մի խնդիր, որ կուզենայիք անպայման շեշտադրել։ Գիտեք, ես արդեն թեպետ չկա 2015 թվականից կարող եմ ասել, այդքան տարի է, որ քաղաքականության մեջ եմ երևի թե դա երկար է եւ շատ բան եմ սովորել իմ սխալների վրա, ընդհանրապես նայելով շուրջս ինչ է կատարվում, բայց մի խնդրանք ունեմ միևնույնն է մեր ժողովրդին, որպեսզի մասնակցեն ընտրություններին։ Ես հասկանում եմ հիասթափությունը, ես ամեն բան կարող եմ հասկանալ, բայց սեփական պետության եւ սեփական ճակատագիրը լրելային թողնել մարտնչող տգետներին եւ չմասնակցել, որովհետեւ հիասթափվել ենք, որովհետեւ այլևս տրամադրություն չունենք, ոչ մեկին չենք հավատում, արդարացում չէ։ Այդ մեկ օրը քաղաքական պատասխանատվություն պիտի ստանձնեք ճանաչելու ում պիտի վստահեք պետության ճակատագիրը։ Նորից կարող եք ոչ մեկին չսիրել, բայց կա չէ մեկը, որ ամենաքիչը չեք սիրում, անպայման կա։
Եվ արժեքներ արձանագրեք ձեզ համար, սկզբունքներ, որոնցից ելնելով բայց գնացեք ընտրությունների պարտադիր։ Դեռ ժամանակ կա այդպես ենք խոսալու, բայց ես ուզում եմ ամեն առիթ օգտագործել դա ասելու։ Մենք պարտավոր ենք մեր պատասխանատվությունը ստանձնել, մեր պետությունը այս վիճակից հանելու համար։ Ու եթե դուք չեք տեսնում ինչ վիճակում է երկիրը, խնդրում եմ այսօրվանից սկսեք կարդալ, տեսնել, ճանաչել, ուսումնասիրել։ Այլապես մենք շանս չունենք մեր հայրենիքում խաղաղ եւ հավերժ ապրելու։ Շնորհակալ եմ Տիկին Թանդիլյան, ձեզ հաջողություններ։ Ես եմ շնորհակալ եմ, Զազրեցի։